Հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հերթական թողարկումն է։ Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել։ Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։ Ինչ է թաքնված Ալիևի այս առաջարկության տակ, նաև ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը էներգետիկ անվտանգության ոլորտում։ Այս բոլոր հարցերի շուրջ մենք կզրուցենք փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես նախ այսպիսի հարց ուղղեմ ձեզ, Հայաստանը էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։ Այո, միանշանակ Հայաստանը ինքնաբավության գլխավոր ցուցանիշը դա արտադրության հզորությունների կամ հասանելի տեղակայված եւ դրան գումարած նաեւ հասանելի հզորություններ արդյոք գերազանցում են այն սպառումը, որը որ ունի պետությունը։ Մեր պարագայում Հայաստանի Հանրապետության սպառումը շատ ավելի պակաս է, քան այն հզորությունները, որոնք առկա են տեղակայված հզորությունները, եւ ավելին ասեմ, մեր մոտ այդ իմաստով բավականին աճ կա։ Շատ ավելի ինչքան։ Օրինակ առավելագույնը 1200 մեգավատ, 1300 մեգավատ է լինում առավելագույն սպառումը 3 ժամերին օրինակ ներհայաստանյան սպառումը ներկայումս տեղակայված հզորությունները տվյալ պահին 3000 մեգավատից ավելին են։ Դա չի նշանակում, որ միանգամից 3000 մեգավատը իրար հետ աշխատում են, այնտեղ օպերատորը համապատասխան կարգավորներ բնականաբար իրականացնում է, այսինքն այն համակարգային կայաններ չեն աշխատում, այսքան համակարգային կայաններ աշխատում են, վերջո Իսպանիան ատոմակայանը մեծամորի ատոմակայանը պլանավորված դաթարի մեջ է, վերականգնման վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բայց այդ թվերը, եթե ավելի նեղ մասնագիտական դաշտ չմտնենք, ըստ էության ապացուցում են, հիմնավորում են, որ այսինքն ոչ միայն կարող է արտադրել սեփական պահանջարկն է բավարարում, այլև արտահանմանը միտված էներգետիկական համակարգ ունի։ Դուք ամառային շրջանը նշեցիք, ձմեռը կարծում եմ պատկերը որոշակիորեն փոխվում է։ Ներկայումս տարբերությունները շատ կտրուկ չեն, որովհետև կոնդիցիոնացման համակարգերը, մնացած համակարգերը բավականին մեծ տեղ են զբաղեցնում հիմա, եւ հետեւաբար ամառային եւ ձմեռային ռեժիմներում տարբերությունները շատ կտրուկ չեն վերջի 1-2 տարիների ընթացքում այդ տենդենսը այդպեսին է։ Էներգիա ստանալու մեր հիմնական աղբյուրը գազն է։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս, եթե նկատի ունենք էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ներկայացված են էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե բոլոր տեսակները, այսինքն կան ջերմաէլեկտրակայաններ, կան արևային էլեկտրակայաններ, հիդրոէներգետիկան է բավականին լավ զարգացած եւ ատոմային էներգետիկան, որի մասին չի կարելի մոռանալ։ 25 թվականի արդյունքները եթե դիտարկենք, մոտավորապես 29%, 29-ից մի փոքր ավել տոկոսը արտադրվել է ատոմային կայանում, մոտավորապես մոտ 40-ի կարգի 30-ից 35% արտադրվել է ջերմային էլեկտրակայաններում, 20-ից 30, 25-ից 30% հիդրոէներգետիկան է եւ վերջի տարին 14.7, եթե տենց շատ ճշգրիտ խոսենք, մոտ 15 արևային։ Ես դա ինչու եմ այսպես մանրակրկիտ ասում, որպեսզի նաեւ բաց լինի մեր հեռուստադիտողներին, որ Հայաստանի էներգետիկ համակարգը տեխնիկապես եւ էներգետիկ իմաստով առավել քան դիվերսիֆիկացված է։ Հասկանալի է։ Այսինքն ես ճիշտ է եւ ի վերջո ամենաշատ էներգիան մենք ստանում ենք գազի միջոցով, նշեցիք 35-ից 40%։ Եթե զուտ ծավալները համեմատենք։ Հիմա ես ինչի առաջի հարցը տվեցի, թե ինչքանով ենք մենք ինքնաբավ։ Այո, ծավալների արտադրության իմաստով այդպես է, բայց եթե մենք հաշվի առնում, որ այդ հումքը մերը չէ, գազը մենք չունենք եւ ատոմակայանն էլ ուրանով է աշխատում, ուրանն էլ մենք չունենք, այդ հումքը չունենք եւ քաղաքական իրավիճակներից կամ այլ տարբեր իրավիճակների զարգացումներից կախված հանկարծ մենք կտրվում ենք այդ էներգիայի աղբյուրից եւ այդ դեպքում լրջագույն խնդիրների առջև ենք կանգնում։ Էլ ոչ ինքնաբավ ենք լինում, ոչ գիտեմ, հսկայական երևի պակասի մեջ կհայտնվենք այդ դեպքում։ Ես կամենային հարգանքով, բայց թույլ տվեք ասել, որ այդ ռիսկերը իմ կարծիքով թեև շատ են քննարկվում, դրանք իմ կարծիքով շատ տեսական են, որովհետև եթե գործնական տեսանկյունից նայենք, ատոմային էներգետիկայի մասով միջուկային վառելիքը, դա ոչ թե ամենօրյա ռեժիմով է մատակարարվում, այլ տարին 1-2 անգամ։ Ամեն օր урան չեն բերում Հայաստան, բարձ է։ Այդ տրամաբանության մեջ, եթե մենք ունենք այդ մատակարարման ապահովվածությունը, այդ ռիսկը կարող է կա, բայց ավելի շատ քաղաքական տրամաբանության մեջ է, քան մասնագիտական տրամաբանության մեջ է։ Հիմա
Ատոմականը մինչև 2036 թվականը հաստատ աշխատելու է երաշխավորված։ Ну, այսպես ասենք, հա, մինչև 31 թվականը պետք է մագատեի նոր ինչ-որ որոշում։ Ես գուցե շատ ճիշտ չձևակերպեմ այդ տեսական մասը, բայց էությունը կարծում եմ ճիշտ եմ արտահայտում։ Եվ դրանից հետո եւս 5 տարվա համար այդ թույլտվության երկարացում, մի խոսքով, մենք կարող ենք ասել, որ մինչև գոնե 36 թվականը մենք երաշխավորված ունենալու ենք էլեկտրաէներգիա ատոմականից արտադրված։ Այո, տեխնիկապես, տեխնոլոգիապես եւ էներգետիկ իմաստով ամբողջապես հիմնավորված է ձեր դիտարկումը, այսինքն մենք աշնանը կավարտենք ներկայիս ընթացող աշխատանքները եւ մինչեւ 2031 թիվ կստանանք համապատասխան լիցենզիան մագատեի կողմից եւ 31-ին ընթരാճ կրկին կարող ենք այդ աշխատանքները իրականացնել, օրինակ 2030-ի վերջին, 31-ի սկզբին եւ որպեսզի կարողանանք մինչեւ 2036 թվականը իրականացնել։ Ձեր նշած 2036-ը մեր անպատասխան ռազմավարական փաստաթղթերում էլ է նշված, որ առնվազն կամ մինչև 2036-ը պետք է շահագործվի։ Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը ստիս եւ էներգետիկ ոլորտի բոլոր մասնագետների համար էներգետիկայի ամենակարևոր հարցը ներկայումս նոր ատոմակայանի հետ կապված հարցն է։ Մինչև նոր ատոմականին հասնելու մենք քաղաքական մասով ինչ-որ ռիսկեր չունենք, տեսեք օրեցօր կարծես վատթարանում են հայ-ռուսական հարաբերությունները եւ դա առաջին հերթին արտացոլվում է նաեւ տնտեսության վրա տարբեր ապրանքատեսակների ներմուծման արգելք եւ այլն, մտավախություն կա, որ կարող է գազի հետ կապված խնդիրներ ունենան կամ առհասարակ գազը անհասանելի լինի կամ թանկարժեք դառնա, էլի ինչ-որ իմաստով անհասանելի։ Այս նույն տրամաբանության մեջ հնարավոր է մենք ատոմականի մասով խնդիր ունենանք, եթե հաշվի առնենք, որ այստեղ մատակարարը Ռուսաստանն է, մենք Ռուսաստանի հետ վատթարացող եւ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ ունենք։ Կարճ ասած, մի օր ուռան չուղարկեն Հայաստան եւ վերջ։ Դա մի փոքր այդպես դժվար է պատկերացնել իմ կարծիքով, դուք ձեր հարցի մեջ էլ ըստեյության ձևակերպեցիք, որ դա քաղաքական ավելի շատ տիրույթում է, դրա համար ես քաղաքական մեկնաբանություններ թույլ տվեք չանեմ, որովհետեւ իմ մասնագիտական շրջանակից դուրս է դա, առնվազն իմ մասնագիտական շրջանակի տեսանկյունից այս պահին ես չեմ տեսնում այդ մեսիջը, որ կարա ձեր ասած ռիսկը լինի, մեր մասնագետներին անպատասխան, այսինքն ես մասնագիտական տեսանկյունից այդ խնդիրը հիմա չեմ տեսնում։ Մնացած քաղաքական դիտարկումները հաճախ նաև ցավոք սրտի հաճախ շահարկումներն են ավելի շատ, քան իրականությունը, դրա համար մտնել այդ դաշտ ու սխալ վերլուծություն անել ինձ թույլ չեմ տա։ Մյուսը հիմա փաստորեն մեծ վեճ, ասենք բանավեճ կա փորձագիտական շրջանակներում այն մասով, որ ի վերջո մեզ ինչ է հարկավոր 36-ից հետո նորից այնպիսի ատոմական, որը մենք ունենք, բայց ավելի լավ, ավելի արդիականացված է, գուցե ավելի հզոր, դա այդ մոդուլային ինչ մասին շատ են խոսում, ինչ կարծես թե եվրոպական, ամերիկյան մոդել է, բայց դեռ փորձարկումները չկան, դեռ դրա հետ կապված մենք հստակ այդպես պատկերացում հեռանկար չունենք։ Իսկ այն ատոմականը, որը ունենք, դրա հետ կապված ունենք պատկերացում։ Ես նաև գիտեմ, որ դուք ավելի շատ այս դասական ասենք, ատոմականի կողմնակիցն եք, քան մոդուլայինի։ Ես կարծում եմ իմ կարծիքը կամ իմ մոտեցումը ոչ միայն զուտանձնական մոտեցում է, այլ դա 2023 թվականից սկսած Հայաստանի էներգետիկ նախաձեռնությունը կազմակերպել էր կլոր սեղաններ մի քանի հատ, որտեղ հավաքվել էր մասնագիտական շրջանակը, որտեղ դուք ասացիք, որ ձեր մեծ բանավեճ կա մասնագիտական շրջանակում, իրականում մեծ բանավեճ մասնագիտական շրջանակում չկա փորձագիտական շրջանակում, բոլորը հաշվի առնելով նաև գործող տենդենսները եւ Հայաստանում էլեկտրաէներգիայի անխուսափելի աճը, պահանջարկի աճը, հաշվի առնելով նաև տարածաշրջանային ծրագրերը, որոնց մենք կարող ենք իրոք միանալ, որոնց ավելի շատ տեսական բնույթ են, այնուամենայնիվ անգամ պլան մինիմումի պարագայում Հայաստանին պետք են մեծ հզորություններ, իսկ որ երաշխավորված մեծ հզորությունը դա ատոմայինն է, միջուկային էներգետիկան է, այդտեղ որևէ բանավեճ չկա։ Հետևաբար, եւ որ նոր էներգաբլոկ է պետք, այդտեղ եւս բանավեճ չկա։ Հզորությունների մասով պայմանական բանավեճը պայմանավորված է, թե ինչ ընդհանուր էներգետիկ համակարգ Հայաստանը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կկառուցի, այսինքն հզորության տրամաբանությամբ։ Իսկ մոդուլայինների մասով ցավոք սրտի հարցերը ավելի շատ են, քան պատասխանները ու կապ չունի, որ պետության նախագծի մասին ենք խոսում։ Մեկի մոտ մի քիչ ավելի քիչ, մեկի մոտ մի քիչ ավելի շատ, բայց այնուամենայնիվ հարցերն անպատասխան ավելին են, քան այն պատասխանները, որ մասնագիտական շրջանակը պարտավոր է ստանալ։
որովհետև վերջերս մենք էլ եւս պետք է երաշխավորենք, որ ամեն ինչ կարգին կլինի, բարձ ասած։ Ես մի քիչ հասկանալի է, ոլորտի մասնագետը չեմ, փորձեմ հարցը ձևակերպել, գուցե ոչ պրոֆեսիոնալ թվա, բայց ամեն դեպքում զուտ մարդկային տրամաբանությամբ, որ նշեցիք մեծ հզորություն է մեզ պետք, մոդուլայինները մեծ հզորություն չունեն, բայց կարող են հանրագումարով մի քանի մոդուլայիններով ստանալ այդ մեծ հզորությունը։ Մի քանի ոչ մեծ հզորություններով գումարենք իրար, իհարկե սա հասկանում եմ լրջագույն տեխնիկական խնդիր է, սա ուղղակի իրեր առարկաներ չեն գումարում իրար։ Այդ գումարման արդյունքում, եթե դրա տեխնիկական լուծումը կա, ստանանք մեծ հզորություն։ Դրանք շատ տեսական քննարկումներ են, նման քննարկումներ կան, բայց որևէ պետություն չունի մի քանի մոդուլ իրար միացրած տարբերակ, որպեսզի կարողանա հայ փորձագետներին, հայ մասնագետներին, հայ պաշտոնյաներին ցույց տա, որ այս տեսակը արդեն 3, 4, 5 մոդուլ համակցված աշխատում են եւ ձեր ուզած ձեր պատկերացած հզորությունը ստացել եք։ Ռուսաստանը ունի մի մոդուլ աշխատող, Չինաստանը ունի մի մոդուլ աշխատող, արդեն այսպես ասած կոնկրետ ցամաքային տրամաբանությամբ, այսինքն կենցաղային սպառման նպատակով որևէ պետություն անգամ դա չունի գործնական, որ կարող են գնալ կոպիտ ասած շոշափել։ Իսկ ձեր ասած տարբերակը դա տեսական է, այսինքն ոչ մեկ չգիտի, եթե անգամ բոլոր այն քննարկումները կամ այն առաջարկները, որոնք մեզ ներկայացվում են, անգամ հաջողությամբ պսակվեն, դա մեկ մոդուլը կարող է հաջողությամբ պսակվել։ Իսկ մոդուլայինը 550-ից 300 մեգավատ հզորության մասին ենք խոսում։ Հիմա մենք ընտրելու ենք օրինակ 100-ը 5 հատ մոդուլ միացնենք, թե 2 հատ 300 ենք ուզում միացնենք, թե 10 հատ 100 ենք ուզում միացնել, հենց ամբողջ խնդրեմը այդտեղ է։ Այսինքն ոչ միայն չկա կոնկրետ մոդուլ, որը որ հաջողված այսպես ասած success story ունի, այլ նաև չունենք այդ տարբերակ միացումը։ Իսկ Հայաստանին առնվազն 700 մեգավատ, 600-ից 700 մեգավատ նոր միջուկային էներգաբլոկ է պետք։ Լավ, գանք վերջապես Ալիևի այդ հայտարարությանը կամ առաջարկին, իրականում ըստ ձեզ ինչ է թաքնված դրա տակ։ Ես Ալիևի հայտարարությունները մի քանի շերտով կդիտարկեի։ Առաջինը ամենապարզը, որ բոլորիս հայտնի էր, դա 90-ականներից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի հակաատոմային հետ կապված տենդենսը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք, որը որ նաև դրանով կարելի հակադարձել Ալիևին, որ ինքը վերջապես առաջի անգամ չի կարողանում չընդունել այն փաստը, որ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները անվտանգ են համարում։ Հետևաբար իր ոչ մասնագիտական, ոչ բարեկամական դիտարկումները, որ կայանը հին է, չգիտեմ, մնացած, այսպես ասած, հեքիաթային դասի հայտարարությունները, դրանք մասնագիտական դաշտի համար ծիծաղելի են, որովհետև եթե ինքը կարողանում արդեն ստիպված ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի մակարդակից միջև փորձագետ միշտ հիմնավորել են եւ հրապարակային դրա մասին խոսել են, որ հայկական ատոմակայանը ամբողջապես անվտանգ է, այդտեղ բեջ, բանավեճ որևէ այլ կողմի հետ արել է։ Այսինքն չի ասում, որ վտանգավոր, ասում է հին է, այսինքն ինքը չի հրաժարվում իր թեզից, բայց ստիպված է ընդունել այն պարզ ճշմարտությունը։ Իմ կարծիքով, որ իրականում Ադրբեջանի նախագահի գլխավոր նպատակը այն է, որպեսզի Հայաստանին հնարավորինս դանդաղեցնի նոր էներգաբլոկի հետ կապված, այսպես ասած, որոշումը, որովհետև բոլորը հասկանում են, մենք էլ հրապարակային դրա մասին խոսում ենք, որ դա գաղտնիք չէ, որ եթե Հայաստանը նոր էներգաբլոկի հետ կապված համապատասխան որոշում կայացնի, Հայաստանը անխուսափելիորեն մեծ թռիչք է իրականացնելու տարածաշրջանային էներգատնտեսական խճանկարի մեջ եւ կարևոր գործոն կդառնա եւ նույն Ադրբեջանի համար եւ Թուրքիայի համար եւ Վրաստանի եւ Իրանի հետ կապված։ Մենք շատ հաջողված համագործակցություն ունենք Իրանի հետ գազ էլեկտրաէներգիա այդ պայմանագրի շրջանակներում եւ ընդլայնման ճանապարհով գնում ենք մի փոքր դանդաղ, բայց այնուամենայնիվ գնում ենք Վրաստանի հետ նոր պրոյեկտ ենք սկսել, որը որ նոր էլեկտրահաղորդման գիծ պետք է կառուցվի KfW-ի ֆինանսավորմամբ եւ կառավարության համար ֆինանսավորմամբ։ Այդ ծրագրի ավարտելուց հետո հնարավոր կլինի վերջապես միացնել Իրանի եւ Ռուսաստանի էլեկտրացանցերը, որի ծրագրի մասին շատ է խոսվել, բայց դեռևս իրականություն չի։ Դրան գումարած կան տարածաշրջանային Սևծովի հատակի ծրագիրը, որը Եվրոպական միությունը փորձում է իրականացնել դանդաղ, բայց այնուամենայնիվ իրականանում է։ Վերջիվերջո Թուրքիան ինչքան էլ հանձնի շահագործման նոր ատոմակայանը եւ անգամ նոր ատոմակայան շահագործելուց հետո որը որ տասնամյակների մասին է խոսքը, այնուամենայնիվ էներգա պահանջարկի խնդիր, տնտեսությունը ունի մեծ հզոր եւ զարգանում է, այսինքն Հայաստանը կարող է բոլոր ուղղություններով, բացի Ադրբեջանից, եթե չունեն այդ ցանկությունը, տեսականից բացի կան գործնական դաշտ, Հայաստանը բոլոր ուղղություններով կարող է դառնալ գլխավոր էլեկտրամատակարարը բոլոր այդ պետությունների համար։ Հիմա Ալիևը ասում է, որ քանի որ ատոմակայանը հին է եւ այլն, գուցե ինչ-որ ժամանակի ընթացքում Հայաստանը էլեկտրաէներգիայի խնդիր ունենա եւ Ադրբեջանը
Ադրբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլեկտրաէներգիա վաճառել Հայաստանին։ Բնական է, բոլոր ազդակները նույնիսկ առաջին հայացքից լավ թվացող ինչ-որ առաջարկներ, երբ որ գալիս են Ադրբեջանից, բոլորի մոտ բնական մտավախություն կա, որ այստեղ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան անկեղծ է, ինչ-որ բան կամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ մի նոր լծակ իր համար ստեղծել Հայաստանին կախվածության մեջ պահելու համար։ Այս դրամաբանությունը կարծում եմ ճիշտ է։ Ես կփորձեի նաև հաշվի առնելով ձեր հարցադրումը եւ դրա ենթատեքստը, ես կփորձեի էմոցիոնալ դաշտով չնայել։ Այսինքն ես իմ նախորդ հարցի ըստ էության պատասխանի շարունակությունն է։ Այսինքն եթե Հայաստանը թողենք հայ-ադրբեջանական հարաբերությունները, եթե մի պահ փորձենք թողել, որքան էլ որ դժվար է, Հայաստանը ունի այն հնարավորությունները, այսինքն մեզ առաջարկում են ըստ էության, բարձրացնող ասած, հրաժարվել մեր հնարավորություններից, չօգտագործել մեր հարաբերությունները, օգտվել իրենց տեսական առաջարկներից։ Կապ չունի այդ առաջարկողը ով է։ Այսինքն զուտ տնտեսական անգամ տրամաբանությամբ դա որևէ հիմնավորվածություն չունի։ Այդ հայտարարությունը ըստ էության միայն քաղաքական տիրույթում է հնարավոր դիտարկել, առավել եւս եթե խնդիրը օրինակ Եվրամիությունը մատակարարելն է վերջի իր այսպես ասած թիրախը, այսինքն Սյունիքով, Նախիջևանով, Թուրքիա դեպի Եվրամիության երկրներ, ըստ էության ինքը դրա մասին է նաև ակնարկում։ Եվրամիությունը ունի կոնկրետ պահանջ՝ կանաչ էլեկտրաէներգիա։ Իսկ կանաչ էլեկտրաէներգիան դա արևային վերականոն էներգետիկան է եւ ատոմայինն է։ Այս բանի տարածաշրջանում մենակ Հայաստանն է, որ ունի այդ հնարավորություն։ Ադրբեջանը չունի այդ պոտենցիալը։ Ես դες եւս երկու հարց ունեմ եւ փորձենք կարճ մեր ժամանակը սպառվում է։ Եթե ըստ ձեզ, ըստ նաեւ մյուս շատ մասնագետների լավագույն լուծումը նոր ատոմական ունենալն է, ապա այստեղ մեր միակ գործընկերը կարող է լինել Ռուսաստանը, թե մենք կարող ենք մեծ ատոմական կառուցելու հարցում այլ գործընկերներ ունենալ։ Ես չգիտեմ, օրինակ Չինաստանը կամ ինչ-որ այլ պետություն, որ այդտեղ փորձ ունի։ Պետությունները 4-ն են, որոնք ունեն այդ փորձը, բայց մեզ ով է առաջարկել այդտեղ խնդիրը կա։ Այսինքն, այո, կարա եւ Ֆրանսիան լինի, եւ ԱՄՆ-ն լինի, եւ Ռուսաստանը լինի, եւ Չինաստանը լինի, բայց այդ նշած 4 պետություններից ով է, որ առարկայական առաջարկ ունի։ Խնդիրը այդտեղ է։ Այսինքն, որովհետեւ տեսական չլինի, մենք դրա համար ոչ թե պետք է գանք պետությունից, այլ մեր հարցը լինի, թե մենք ինչ ենք կոնկրետ ուզում։ Եվ վերջինը կարծում եմ սա այն խնդիրն է, որտեղ հապաղելու ժամանակ չկա, պետք է այդ որոշումները շուտ ընդունվեն, այսպես կարճ է թե ասեմ, մենք ինչքան ժամանակ ունենք վերջնական որոշում կայացնելու համար։ Կարճ օր առաջ պետք է այդ որոշումը կայացվի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը։